Երևանի ռուսական տանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ դարերի միջով Ռուսաստանի եւ Հարավային Կովկասը քաղաքակրթությունների երկխոսությունում խորագրով կլոր սեղանի քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Ռուսաստանը եւ Հարավային Կովկասը պատմություն եւ մշակույթ գիրքը։ Աշխատությունը կյանքի է կոչվել Ռոссотрудничествоյի եւ Ռունիվերս հրատարակչության համագործակցության արդյունքում եւ համընկնում է 2025 թվականին նշվող հանրային դիվանագիտության 100-ամյակի հետ։ Գիրքը ներկայացված է պատկերային ժամանակագրական ժապավենի ձևաչափով, որը ընթերցողին հնարավորություն է տալիս տեսողական հետևել պատմական հիմնական իրադարձություններին եւ դեմքերին, որոնք ձևավորել են Հարավային Կովկասի պատմությունը ռուսական կայսրության կազմում 19-րդ դարի սկզբից մինչև 1917 թվականը։ Երևանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը կարևորեց գրքի լույս տեսնելը, նշելով, որ այն լրացնում է վերջին տասնամյակներում ձևավորված բազմաթիվ անտեսանելի կետեր։ Это большой проект Россотрудничества. Вот книгу, которую мы представляем, о достижениях промышленности, экономики, вклад в Южный Кавказ. То, о чем мы не то что забываем, вообще забыли. Ведь вот недавно я разговаривал с молодыми людьми, и причем образованные, закончившие армянские вузы, и они с удивлением слушали меня, когда я сказал, что вот эта знаменитая наша здесь долина, цветущая, где и арбузы, и овощи, и банджараген, да, и вот это все замечательные фрукты, овощи выращиваются, они считали, что так было всегда. Вот. И когда я им рассказал, что вообще-то там были солончаки, и вот Араратская долина – это плод усилий, вот то, что она превратилась в такой цветущий сад, это плод больших усилий армянских, русских, вообще тогда советских и тех и других советских биологов, агрономов и вообще большой науки, вот они вообще удивились, они не знали о том, они считали, что так было всегда. Вот. Поэтому вот эта книга рассказывает о том, как, раньше говорили Закавказье, сейчас мы говорим Южный Кавказ, вот какой был вклад вообще экономики огромной страны. Вот какие были достижения. Вообще сейчас мало об этом кто знает. Я считаю, что, конечно, мы смело можем презентовать эту книгу. И я думаю, что с удовольствием дети будут читать то, чего о нем не знают вообще. Պատմական գիտությունների թեկնածու Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը մտահոգիչ է համարում, որ հայ-ռուսական համատեղ աշխատությունները գիտական ոլորտում նվազել են։ Գրքի հետ ծանոթացել եմ, գիտեք, կարծում եմ, որ նման աշխատությունները բավական կարևոր են այսօր հատկապես, քանի որ ընդհանուր առմամբ գիտական առնչությունները մի փոքր նվազել են Հայաստան-Ռուսաստան ձևաչափում, եւ սա չի կարող չմտահոգել մեզ գիտնականներիս եւ նման աշխատությունները, որոնք ներառում են հատկապես 19-րդ դարի ժամանակաշրջանը, նրանք լույս են սփռում այդ կարևոր, կարելի է ասել, վճռական մի փուլի, որը վերաձևավորել է նաեւ տարածաշրջանի քարտեզը, թե վարչական քարտեզը, վարչատնտեսական եւ թե նաեւ էթնիկ քարտեզը։ 19-րդ դարը, ինչպես գիտեք, դա այն ժամանակաշրջանն էր, երբ տարածաշրջանը անցավ ռուսական կայսրության տարածք, դա սկսվեց 1801 թվականից, երբ Վրաստանն անցավ ռուսական կայսրության կազմի մեջ, եւ 1828 թվականին էլ նաեւ Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։ Այս ժամանակաշրջանը իսկապես ես առաջին հերթին հայ ժողովրդի կյանքում պետք է ասեմ, որ դրական փոփոխություններ մտցվեց եւ այս մոտեցումը դա ակադեմիական մոտեցում է, ոչ թե քաղաքական, ոչ այլ կերպ, այլ զուտ պատմագիտական եւ ակադեմիական մոտեցում է, որ իսկապես դրական նշանակություն է ունեցել Արևելյան Հայաստանի անցումը Ռուսաստանին։ Մենք պետք է այս գնահատականները երբ տալիս ենք, մենք պետք է նայենք, տեսնենք 18-րդ դարում ինչպիսի իրավիճակ էր Արևելյան Հայաստանում եւ 17-րդ դարում ինչպիսի իրավիճակ էր։ Համոզված եմ, որ ոչ ոք չի մոռացել, որ Արևելյան Հայաստանը գտնվում էր այդ ժամանակ Պարսկաստանի տիրապետության տակ եւ գիտենք եւ Շահ-Աբասի բռնագաղթի մասին 300,000 ուրեմն մենք զոհ ունեցանք, նաեւ հետագայում օրինակ 1790-ական թվականներին Արցախից արտագաղթ եղավ, Խաչենգավառից հատկապես եւ այլն, եւ 17-18-րդ դարերում մենք ունենք
իրավիճակ, երբ հայկական էթնիկ տարը բավականին այսպես սեղմված, ճնշված, բավական այսպես իրավիճակում էր։ Ավելի վատ թարեր իրավիճակ Օսմանյան կայսրությունում, մենք այդ մասին շատ լավ գիտենք, եւ որը ավարտվեց 1915 թվականի ցեղասպանությամբ։ Իսկ ինչ վերաբերվում է 19-րդ դարին, ապա ռուսական կայսրության տիրապետության տակ բնականաբար սոցիալ-տնտեսական իրավիճակը ավելի բարելավվեց։ 1836 թվականի պոլոժենիեն հատկապես ուզում եմ հիշատակել, երբ մեր եկեղեցու հարաբերությունները ռուսական իշխանության հետ կարգավորվեց եւ մեր եկեղեցին մեծամասամբ պահպանեց այն իշխանությունը, որը ինքը ունեցել էր։ Մի փոքր այլ իրավիճակ էր վրացական եկեղեցու հետ 1811 թվականին վրացական եկեղեցու կարգավիճակը մի փոքր իջավ, քանի որ վրացիները, ինչպես գիտենք, նրանք ուղղափառ են եւ ռուսները նույնպես ուղղափառ են, այդ իսկ պատճառով ուղղափառ եկեղեցին վրացիների նկատմամբ եւ վրացական եկեղեցու նկատմամբ մի փոքր այլ վերաբերմունք ունեցավ, ինչը չեղավ մեր նկատմամբ, մենք բավականին այսպես կարգավիճակը պահպանեցինք։ Հիմա, եթե խոսենք այս գրքի մասին, ապա ինչ կարող եմ ասել, որ գրքում բավական նկարներով ներկայացված է պատկերազարդ գիրք է ինքը, ներկայացված է 19-րդ դարի ընթացքում, այսինքն տարածաշրջանը երբ անցավ Ռուսաստանին, 19-րդ դարի ընթացքում տնտեսական առաջին հերթին ինչ նորամուծություններ են եղել եւ նաեւ հետագայում դպրոցներ են բացվել, գիտեք, Թիֆլիսում 1824 թվականին բացվեց Ներսիսյան դպրոցը, որը մենք շատ լավ գիտենք, թե հայ ժողովրդի կյանքում ինչ մեծ դերակատարում է ունեցել Ներսիսյան դպրոցը։ Նաեւ հետագայում սկսեցին հրատարակվել թերթեր եւ ամսագրեր։ Ինչ խոսք, ես պետք է նշեմ, որ հայ ժողովուրդը առավելագույնս օգտվեց այդ իրավիճակից, քանի որ հայ ժողովուրդն ուներ նաեւ համապատասխան այն կրթական ցենզը, որը հնարավորություն էր տալիս զբաղվել եւ գրականությամբ, եւ գիտությամբ, եւ լրագրողությամբ եւ այլն, եւ կրթական, գիտական, մշակութային հատկապես կյանքը հայոց մեջ Արևելյան Հայաստանում բավականին աշխուժացավ եւ Նաև պետք է ասեմ, որ թաթարները այսօր նրանց անվանում են ադրբեջանցիներ, բայց 19-րդ դարում նրանք ադրբեջանցիներ տերմին չի եղել գործածության մեջ, դա միայն 1836 թվականից հետո մտավ գործածության մեջ ադրբեջանցիներ տերմինը, իսկ ադրբեջան տերմինը, եզրը, որը կիրառվում էր տարածաշրջանի նկատմամբ, նույնպես առաջին անգամ կիրառվել է 1918 թվականին։ Այսինքն, եթե մենք խոսում ենք 19-րդ դարի մասին, երբեք չի կարելի ասել ադրբեջան կամ ադրբեջանցիներ, եթե խոսքը գնում է, ասենք, Աբշեղոնյան թերակղզու մասին այսօր Աբշեղոնը, ապա դա Ադրբեջան չէր եւ այդպես չէր կոչվում։ Ադրբեջանցիները կոչվում էին թաթարներ եւ ռուսական արխիվները երբ մենք նայում ենք, կոչում էին այսօր կովկասյան թաթարներ, որպեսզի տարանջատեն Ղրիմի թաթարներից, Կազանի թաթարներից եւ այլն։ Այնպես որ ես կարծում եմ, որ ռուսական գրականության մեջ այս շտկումները պետք է լինեն եւ նաեւ այս գրքին էլ է վերաբերվում այս իմ դիտողությունը, այսինքն գիրքը իսկապես շատ կարեւոր է եւ շատ օգտակար է հատկապես ուսանողների համար, քանի որ գիտեք, գիրքը նկարներով է հագեցած եւ նյութը շատ ավելի հեշտ է ընկալվում ոչ միայն ուսանողների, այլև ավագ դպրոցականների համար գիրքը պետք է տարածվի եւ նրանք պետք է ծանոթանան իսկապես 19-րդ դարում ինչ առաջընթաց է արձանագրել հայ ժողովրդի մշակութային, գիտական, կրթական ասպարեզում։ Գիտենք մենք, որ կենտրոնը այնուամենայնիվ եղել է Թիֆլիսը, քանի որ Թիֆլիսը ուրեմն փոխարքայության կենտրոնն էր եւ փոխարքային նստավայրը հենց Թիֆլիսում էր եւ հայկական մտավորականությունը, հայ մտավորականությունը ավելի շատ Թիֆլիսում էր կենտրոնացած, ցավոք սրտի, ոչ թե Երևանում։ Այնուամենայնիվ մենք պետք է նշենք, որ տարածաշրջանը իսկապես շունչ առավ։ Եվ եթե խոսենք տնտեսական կյանքի մասին, ապա 1861 թվականի բարեփոխումները նույնպես կարևոր էին, երբ ուրեմն ճորտատիրական կարգերը վերացան Ռուսաստանից։ Իհարկե հետագայում քննադատվեց այն, որ այդ ճորտատիրական կարգերը վերացան թղթի վրա, ոչ թե իրականում, այո, դա այդպես է, բայց ամեն դեպքում զարգացումներ կային եւ
ամենակարևորը 10-րդ դարի վերջին հայոց մեջ, հայ իրականության մեջ աղաչին քաղաքական կուսակցությունները։ Չմոռանանք հնչակյանները, արմենականները եւ 1890 թվականին հայ հեղափոխական դաշնակցությունը ուրեմն հիմնադրվեց Թիֆլիսում։ Սա էլ պատահական չէր, որ հենց Թիֆլիսում եւ մեր բոլոր քաղաքական կուսակցությունների նպատակն էր Արևմտյան Հայաստանի ազատագրումը Օսմանյան կայսրությունից եւ մեր արևմտահայերին օգնության հասնելը 20-րդ դարի սկզբին մենք արդեն տեսնում ենք եւ 19-ի վերջել ենք տեսնում, որ արևելյան հայերը իսկապես մեծ օգնություն սկսեցին ցուցաբերել արևմտահայերին եւ այստեղ է հարցի արդեն պատասխանը իհարկե արևելյան հայերը ավելի բարելաված վիճակում էին քան արևմտահայերը սա ակնհայտ է եւ այսօր դնել քննարկել երբեմն այսպես Ծայրահեղ վերանայումներ եմ տեսնում նույնիսկ պրոֆեսիոնալ պատմաբանների կողմից, որ Օսմանյան կայսրության տիրապետության տակ նույն իրավիճակներ ինչ որ ռուսական կայսրության նման ապագիտական թեզեր իհարկե չի կարելի սփռնել հատկապես երիտասարդության շրջանում պետք է ճիշտ ասել։ Ոչ ոք չի ասում, որ ռուսական կայսրության տիրապետության տակ հայերի համար բոլոր խնդիրները լուծված էին։ Ամենևին Մենք ունեինք խնդիրներ, մենք ունեինք հարցեր, մենք ցանկանում էինք ապրել մեր Հայաստանում, խոսել հայերեն, զարգացնել հայկական մշակույթը եւ այլն, այս ամբողջը այդպես է եւ ցանկանում էինք օգնել նաեւ արևմտահայերին միավորել Արևելյան Հայաստանը, Արևմտյան Հայաստանին, ստեղծել անկախ պետություն եւ այլն, այս ամբողջը իհարկե դա մեր իղձն է, դա մեր նպատակն է եւ այստեղ երկրորդ կարծիք գոյություն չունի, բայց մյուս կողմից էլ ասել, որ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին դա դրական չէր, ես կարծում եմ դա ուղղակի ապագիտական եւ ճշմարտության դեմ մեղանչելու այսպես գործողություններ են։ Դարերի միջով Ռուսաստանի եւ Անդրկովկասը քաղաքակրթությունների երկխոսության մեջ խորագրով քննարկման ժամանակ մասնակիցները քննարկեցին Ռուսաստանի եւ Անդրկովկասի երկրների միջև դարավոր պատմական եւ մշակութային կապերը, նրանց ընդհանուր մշակութային ժառանգությունը, խորհրդային շրջանի ազդեցությունը հայ ժողովրդի ինքնության վրա։ Գիրքը շատ հետաքրքիր է, իլյուստրացիայի ձևով է արված եւ փուլերը 1801 թվականից մինչև 1917 թվական է ամբողջը ձևավորում իր մեջ պատմական հետաքրքիր կլինի նաև ուսանողությանը մեր ռուսախոս, ռուսերեն իմացող ուսանողությանը ուրեմն հենց սկզբից է Ալեքսանդր առաջինի թագավորությունից է գալիս եւ վերջանում է Նիկոլայ II-ի ուրեմն կայսրության վերջով։ Ուրեմն իր մեջ պարունակում է հետաքրքիր նկարներ, որոնք եւ քաղաքական գործիչների լուսանկարներ են, եւ հասարակական գործիչների, եւ հայ, եւ ռուս պետական գործիչների եւ այդ Կովկասի թաթարները, որը այսօր կոչվում են ադրբեջանցի, իրենք են ներկայացված, հեղինակ ակադեմիկոսն է, ուրեմն Պիվավար ակադեմիկոս Պիվավարն է, որը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անվանի ակադեմիկոսներն է եւ հաճախ է լինում Հայաստանում, իր խմբով այդ կազմել են այդ աշխատությունը։ Հետաքրքիր է եւ Երևանին է նվիրված, Երևանի զարգացումը կան նաեւ մեր մտավորականները եւ Սուրենյանցը եւ Թումանյանը եւ Լորիս Մելիքը, որոնք ուրեմն գործել են ցարական Ռուսաստանի կազմին։ Ներկաները ընդգծում են նաև նման ձևաչափով քննարկումները եւ աշխատությունները վստահաբար կարևոր քայլ են երիտասարդ սերնդի շրջանում պատմության նկատմամբ հետաքրքրությունը արթնացնելու եւ երկու պետությունների միջև մշակութային ու գիտական կապը ամրապնդելու համար։